Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 9-րդ գլուխը։ Անցյալ անգամ մենք ձեզ հետ ավարտեցինք Տեր Բրահմայի աղոթքները։ Ես ճիշտ ասած դիտավորյալ մի օր բաց թողեցի դասախոսությունը, որովհետեւ դուք կարողանաք, այսպես հայավարի ասած, նստեցնել ձեր մեջ բոլոր թեմաները, որը մենք քննարկել էինք։ Եվ իմի բերեիք, թե ինչ ստացաք այդ աղոթքներից, որովհետև ընդհանրապես Բաղավատամը ինքը պետք է այդպես լսել, որ եթե ինչ-որ մի թեմա ինքը ավարտվում է, անպայման պետք է մի օր տալ հանդարտ, եւ այդ մի օրը նվիրել նրան, որպեսզի դուք մտածեք նրա շուրջ, թե ինչ եք ստացել, կամ ինչ եք հասկացել, եւ այո, ինչ եք ստացել այն թեմայից, որը քննարկվեց։ Ես հույսով եմ, որ դուք բարեհաջող օգտագործել եք այդ մեկ օրը, որպեսզի պատասխանեք ինքներդ ձեզ այդ հարցին, եւ մենք շարունակում ենք գնալ առաջ։ Եվ այսպես 9-րդ երկ, կներեք 3-րդ երկ, 9-րդ գլուխ, 26-րդ տեքստից։ Իմաստուն Մայտրեան ասաց. «Օվիդուրա, երբ Բրահման տեսավ իր ծննդի հիմքը Աստծո ազնվորությանը, նա սկսեց ողորմածության համար այս աղոթքներով աղոթել Տիրոջը, դրանցում ներդնելով իր ամբողջ միտքը ու ողջ ջարդասանությունը։ Աղոթքներն ավարտելուց հետո նա լռեց, կարծես հոգնած ճգնավորական սխրանքներից, ինքնաճանաչման փորձերից ու մեդիտացիայից։ Տերը հասկացավ, որ Բրահման չէր համբերում տարբեր մոլորակային համակարգերի կառուցման եւ ստեղծմանն անցնելուն, եւ որ ջրի տակ սուզված տիեզերքի տեսարանը նրան վհատեցնում է։ Հասկանալով նրա ցանկությունը, Տերը խորը իմաստով լի խոսքեր ասաց, որոնք ցրեցին պատրանքի մշուշը։ Գերագույն Աստծո ազնվորությունը ասաց. «Ո Բրահմա, ով վեդայական իմաստության շտեմարան, դու պատճառ չունես հուսահատվելու կամ անհանգստանալու, թե ինչպես պետք է ստեղծես տիեզերքը։ Ես արդեն օժտել եմ քեզ այն ամենով, ինչ դու խնդրել ես ինձանից»։ Եվ ուրեմն, սիրելիներս, մենք տեսնում ենք, որ անցողիկ տեքստ էր առաջի տեքստը, որտեղ Մայտրեան ինքը ինքն էլ ինչ-որ մի եզրակացություն արեց Վիդուրայի համար, Բրահմայի խոսակցություններից, եւ մենք տեսանք, որ Վիդուրան ինքը նշեց, որ Բրահման ինքը տեսավ իր ծննդի հիմքը։ Այսինքն, մեզանից ամեն մեկը իրականում ունի այդ նույն խնդիրը, որովհետև սա ինքը համընդհանուր երևույթի մասին է խոսքը։ Մեզանից ամեն մեկը ունի իր խնդիրը, իր հիմքը, կներեք, եւ մեզանից ամեն մեկը ունի իր նախասահմանումը։ Մեզանից ամեն մեկի նախասահմանումը ինքը ուղղված է դեպի ընդամենը մի խնդրի։ Մենք կենդանիակներս եկել ենք նյութական աշխարհ, ինչ-որ մի մեր կողմից, ես չեմ վախենա այդ խոսքից, մեր կողմից հորինված երջանկության հետևից։ Այսինքն մեզ թվացել է, որ հոգևոր աշխարհի իրականությունները իրանք այդքան էլ կատարյալ չեն։ Այստեղ միշտ մարդկանց մոտ առաջանում է այդ հարցը, որը իրականում ինքը բնական է, բայց այդքան էլ խորը չի։ Հարցը կայանում է նրանում, թե ինչպես եթե ասվում է, որ հոգևոր աշխարհը ինքը եղել է կատարյալ, ինչպես կարող էր կատարյալ աշխարհում, կենդանիակը մնար չբավարարված։
Եվ այստեղ է, ընդհանուր առմամբ ես պետք է ասեմ, որ հեղինակությունները, հոգևոր, իրենք շատ կետերում ինչ-որ թեմաներ այդպես հստակ սև ու սպիտակով չեն արտահայտում, հա, ինչ-որ այսպես էլի, այնպես է, որ պիտի մարդը ինքը պիտի ինչ-որ մի ճանապարհ անցնի, որպեսզի այդ ճշմարտությունները այսպես հերթով հավաքելով իրար ստանա այդ գիծը, թե ընդհանրապես իսկ այդպես հստակ, որպեսզի գիծը տրված լինի, ցավոք սրտի այդ երևույթը մենք չենք կարողանում գտնել, էլի, եւ իրականում, երբ որ արդեն այսպես խորասուզվում ես ուսումնասիրությունների մեջ, ճշմարտությունը ինքը անմիջապես ի հայտ է գալիս եւ կա մի այդպիսի հեղինակություն, որին ես միշտ շեշտում եմ որպես իմ հոգևոր ուսուցիչ, որովհետև ինձ շատ դուր է գալիս, որ իր մոտ ինքը ընդհանրապես այսպես հետևողական խոսացող է աստծո թեմաներով եւ ունի հստակ սահմանումներ շատ կարևոր հարցերում։ Եւ այս հարցին, թե ինչպես կարող է հոգևոր աշխարհում, որը ինքը կատարյալ է, կենթանիակը ինքը ինչ-որ անկատար բան տեսներ կամ չբավարարված մնար, Բաքտիվինոդ Թակուրը ինքը պատասխանում է այսպես. դա տեղի է ունենում միայն եւ միայն կալիբրով փոքր կենթանի էակների մոտ։ Եվ տեղի է ունենում, որովհետեւ կախված նրանց այդ ներքին կալիբրի, իրենք ինչ որ իրենց հնարավորությունները ընդհանրապես խորությամբ ինչ որ մի բան հասկանալու համապատասխան այդքան էլ շատ չեն։ Եվ ինչու եւ երկրորդ խնդիրը, որը մենք պետք է հասկանանք, դա նա է, որ բազմազանությունը ինքը այո ենթադրում է, որ պետք է լինեն տարբեր տեսակի, ուրեմն տարբեր կալիբրի, կներեք էլի, ես ուրիշ խոսք չեմ գտնում այդ երևույթը արտահայտելու համար, ռուսերեն եմ միշտ այդ խոսքը օգտագործում, ուրեմն այդ կալիբրի տեսանկյունից հոգևոր աշխարհը այո անպայման ինքը բազմազանություն նշանակում է կան շատ բարձր կալիբրի կենթանիակներ եւ կան կենթանիակներ, որոնց կալիբրը ինքը ավելի փոքր է։ Եվ ուրեմն ամեն մի կենթանիակ հոգևոր աշխարհում պետք է ճիշտ ընդունի այդ ամբողջ խնդիրը, իմիջիալոց այդ նույն խնդիրը ինքը արդիական է եւ նյութական աշխարհում, հա, եւ նյութական աշխարհը ինքը ոչ մի կերպ չի կարողանում դառնալ երանության աշխարհ, երջանկության աշխարհ, որովհետեւ չի պահպանվում այդ կետը։ Որն է այդ կետը։ Դա այն կետն է, որ կենթանիակները իրենք պետք է ուղղակի ընդունեն այ հիմա ներկայում իրականությունը։ Ամեն մեկը պիտի կարողանա ընդունի իր տեղը եւ իր դերը։ Հասկանում եք, չէ՞։ Որովհետեւ, ասենք, տեսեք հիմա, երբ որ կենթանիակը ինքը չափսերով փոքր է, չափսերով չէ, ծավալով, հա, այ դրա համար եմ ասում կալիբր, էլի, երբ որ կենթանիակը ինքը ծավալով փոքր է, ներքին պոտենցիայով փոքր է, չէ՞, ինքը ասենք այդ հարցն է բարձրացնում, իսկ ինչու է հենց ինքը Աստված, այլ ոչ թե ես, կամ իսկ ինչու է հենց ինքը Աստծո սիրեցյալը, կամ այլ ոչ թե ես, հա, հիմա տեսեք, երբ որ ինքը զրկված է այդ դիրքից, ինքը այդ հարցը բարձրացնում է, բայց եթե դուք իրան դնեք Աստծո տեղ, կամ իրան դնեք Աստծո սիրեցյալի տեղ, ինքը երբեք այդ հարցը չի բարձրացնի, այլ հակառակը, այսպես կարճած կմնա այդ դերից, ինչու որտեվ այդ դերը մեծ առավելություն է տալիս։ Եվ հենց սա է կոչվում նախանց։ Հասկանում եք, մենք տեսնում ենք, որ այդ թեմային մի փոքր մոտիկ են մոտեցել, նույնիսկ նաև հույները, չէ, որոնք իրենք Ակրոպոլի վրա գրել են, ինչ կարելի է Զևսին, չի կարելի, ուրեմն ցլին, չէ։ Այսինքն ամեն կենթանիակ ինքը ունի իր չափը, իր հնարավորությունները, եւ հիմա սա ամենակարևոր բանն է, որ ինքը կարող է լիարժեք երջանիկ լինել, երբ որ կարողանում է ընդունել իր տեղը եւ իր բնությունը եւ գործել համապատասխան նրան, ինչ ինքը ունի
այս պահին փաստացի ունի։ Մրցակցությունը նյութական աշխարհում, տեսեք, եւ գերագույն աստվածավորությունը ինքը չի խանգարում կենդանի էակներին, եթե իրենք այդ կետում ընդունելու փոխարեն ուզում են սկսել իրար հետ մրցակցել։ Միակ բանը, որ ինքը անում է, ինքը ասում է, այդ մրցակցությունը ոչ էստեղ առանձնացեք, ուզում եք մրցակցեք, ուզում եք թշնամություն տածեք, ուզում եք իրար սպանեք, ուզում եք իրար մորթեք, ոչ մեկի գործերի մեջ չեմ խառնվելու։ Հասկանում եք, վերջում, այո, վերջում պատասխան եմ տալու բոլորին արած չարածների համար։ Եվ սա է աստվածային Աստծո մոտեցումը այդ խնդիրներին, չէ՞։ Հետևաբար, սիրելիներս, չէ՞, ուրեմն այդ կենդանեակը ինքը ունի այդ խնդիրը եւ հոգեվոր աշխարհը ինքը այնպիսի կառուցվածք ունի եւ ընդ որում դա արդեն երբ որ կենդանեակը ինքը անցնում է հոգեվոր կյանքի, հա, ինքը ամիջապես ընկնում է հենց այդ օրենքի տակ։ Ո՞րն է այդ օրենքը, որ քանի դեռ կենդանի էակի գիտելիքը չի հերիքում, որպեսզի ինքը ինչ-որ բաները ճիշտ հասկանա, հա, ինքը պետք է իրան կախված պահի այն կենդանի էակներից, որոնց գիտելիքը հերիքում է։ Հիմա, իսկ ինչպես է հոգևոր աշխարհում պարզվում, իրենց գիտելիքը հերիքում է, թե չի հերիքում։ Դա պարզվում է շատ պարզ։ Հոգևոր աշխարհում այն կենդանի էակները, որոնց գիտելիքը հերիքում է, որ իրանք ճիշտ հասկանան եւ Աստծո նպատակները, եւ իրենց տեղն ու դիրքը եւ այլն, այսինքն ամեն ինչ, որ վերաբերվում է հոգևոր աշխարհի իրականությանը, չէ՞, իրենք այդ իրականության մեջ լինում են բավարարված, այսինքն իրենք ունենում են ներքին համաձայնություն այդ իրականության հետ։ Այն կենդանեակները, որոնք իրենք, ինչպես ասվում է, չարաշահում են իրենց ազատությունը, որովհետև մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, չէ՞, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անմիջապես այդ կա կենդանեակը, կա ինքը, եւ ինքը ունի ազատ կամք, եւ օժտել է կենդանեակներին ազատ կամքի իրավունքից։ Ես միշտ շատ մեծ ուշադրություն եմ դարձնում այս կետի վրա, որովհետև եթե մենք այս կետը պատշաճ կերպով չենք կարողանում հասկանալ, չէ, մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչպիսի բնություն ունի գերագույն Աստծո անձնավորությունը, եւ իրանից, գիտեք ոնց էլի, ես երբ որ կողքից նայում եմ, չէ, միշտ այնքան զարմանալի է այդ բանը, որ մարդիկ իրանք միշտ Աստծուց բռնություն են սպասում եւ միշտ բռնություն են խնդրում նրանից, չէ, այս ինչին բռնաբարի, որ ինքը կատարի այն, ինչ որ ես ուզում եմ, հասկանում եք, եւ դա համարվում է, այսպես էլի, նորմալ աղոթք, հասկանում եք, իրականում մենք պիտի հասկանանք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բոլոր կենդանեակներին օժտել է ցանկության ազատությամբ եւ ինքը երբեք այդ հարցի մեջ չի խառնվում, երբեք ոչ մի կենդանի էակին ոչ մի բան ինքը չի պարտադրում, կենդանեակը միշտ ազատ է ինքը ընտրել եւ ցանկացած իրավիճակ, որում մենք հայտնվում ենք, չէ, այսպես էլի, նույնիսկ աթեիստները իրենք այդպիսի կարգախոս ունեն, որը իրականում շատ համընկնում է ճշմարտությանը։ Ցանկացած իրադրություն, որը մենք ստացել ենք, մենք դրան կամ արժանացել ենք, կամ թույլ ենք տվել։ Այսինքն կամ վատ արարքներ ունենք, հա, կամ բան չափից ավելի սենտիմենտալ բարիություն կամ չգիտեմ, այդ պաշտպանողական բանը մեջներս չկա։ Եվ մենք այնպիսի անձնավորությունների ենք թույլ տալիս, որ իրանք մտնեն մեր կյանք, որ հետագայում այդ անձնավորությունները մեծ անհանգստություններ են մեզ պատճառում, չէ՞։ Եվ դրա համար այդ բոլոր աղոթքները իրենք ուրեմն բացարձակապես ավելնորդ են։ Եվ կենդանեակը, այնպես Տեր Բրահման, այդ ամբողջ ցիկլը, որը մենք ձեզ հետ կարտացինք, որ տեսանք, որ ասենք Տեր Բրահման ինքը ինչ փուլերով անցավ, չէ, դա արդիական է մեզանից ամեն մեկի համար։ Որովհետև շատ կոպիտ կասեմ, կներեք հազար անգամ, հա,
ամեն մի անձնավորություն, չէ, ինքը ունի իր պորտը, որից ինքը ծնվել է։ Եվ ամեն մի անձնավորություն, եթե ինքը ուզում է հասկանալ, թե ինքը ինչպես է ծնվել, ինչի համար է հատկապես, ասենք ինչպես է դա բոլորին հայտնի է, չէ, ասենք Տեր Բրահմային հայտնի չէր, որովհետև ինքը նայում էր ոչ մայր կա, ոչ հայր կա, այդ պահին ոչ էլ Գերագույն Աստծո ազնվորությանն էր տեսնում էր, որ տակը ջուր է, մեջից մի հատ լոտոսի ծաղիկ է կանգնած, ահռելի, եւ ինքը այդ լոտոսի ծաղիկի մեջ նստած է, հայտնվել է։ Հասկանում եք, ես չէր կարողանում հասկանալ, բայ ես որտեղից եմ, այսինքն իր համար այդ հարցը, թե ես որտեղից եմ, դա շատ կարևոր հարց էր, չէ՞։ Հիմա, սիրելիներս, բայց մեզանից ամեն մեկը ունի իր նյութական աշխարհում ամեն կյանքում հայտնվելու, ծնվելու արմատը, հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, երբ որ Տեր Բրահման ինքը գնաց, որպեսզի գտնի այդ պատասխանը, չէ՞։ Ինչ ասեց նրան Գերագույն Աստծո ազնվորությունը, տապո, այսինքն փնտրի քո մեջ։ Պետք չի փնտրել արտաքին աշխարհում, փնտրի քո մեջ։ Թեկուզ իրականում, եթե մենք ճշմարտությունը միջև վերջ դիտարկենք, չէ, մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արտաքին աշխարհում էլ է լիքը հուշումներ թողել, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե այս տվյալ կյանքում մենք ինչ ճակատագիր ունենք, մեզ ինչ է տրված, ինչ պիտի անենք, ինչ ենք արդեն արել, այսինքն ինչը կարող ենք վայելել այս աշխարհում, ինչ է տրված մեզ, ինչում է մեզ տրված երջանկություն, իսկ ինչում է մեզ տրված ուրեմն խնդիրներ։ Հասկանում եք, եւ այդ իմաստով, այո, իհարկե դա ուրեմն շատ կարևոր թեմաներ են, որոնք մենք պետք է հասկանանք եւ տեսնում ենք, որ կրոնականությունը ինքը մեզ ուղղում է, ասում է, պրոստը մտիր ինքդ քո մեջ։ Այ մտիր ինքդ քո մեջ, որ ինչ անես։ Ինչ է նշանակում ընդհանրապես նախասահմանում։ Նախասահմանում դա նշանակում է, որ անցյալ կյանքում, չէ, մենք ինչ որ մի գործունեության կամ ինչ որ մի երևույթի հանդեպ կապվածություն ենք զարգացրել։ Այսինքն այդ երևույթը իսկ կապվածությունը ինքը առաջի հերթին, չէ, ինքը ինչ-որ իր նախաբանը ունի, չէ։ Այսինքն մենք ինչ որ մի երևույթ ենք տեսել, որը մեզ ձգել է։ Երբ որ ձգել է, մենք սկսել ենք ուրեմն այդտեղ խորասուզվել, հա, ինչ որ բաներ անել, հետաքրքրվել եւ այլն, չէ։ Եվ երբ որ մենք անցնում ենք անցյալ կյանք, հաջորդ կյանք կներեք, ուրեմն այդ հաջորդ կյանքում մենք ունենում ենք այդ հակումները։ Ինչ որ մեկը իրան ոչ մեկ չի ստիպում, չէ, կամ ինքը այնպիսի ընտանիքում է ծնվում, որտեղ նպաստում են, որպեսզի ինքը արտահայտի այն, ինչ որ ինքը անցյալ կյանքում կուտակել է։ Չէ, օրինակ տեսեք, ասենք, մարդը ինքը հատկապես մեր դարաշրջանում է սա շատ կարևոր, չէ, մարդը ինքը կարող է օրինակ անցյալ կյանքում, չգիտեմ, զարգացնի նկարիչ լինելու ցանկություն։ Եվ այս կյանքում ծնվի այնպիսի ընտանիքում, որտեղ իրան փոքր ժամանակվանից կտանեն, չգիտեմ, նկարչության դասընթացների, եւ ասենք կնպաստեն հետո, որպեսզի ինքը ընդունվի նկարչական, ուրեմն բարձրագույն կրթություն ստանա, եւ այլն, չէ։ Իսկ ինչ որ մեկը հատկապես մեր դարաշրջանում կարող է լինել ուղղակի հակառակը։ Ինքը կարող է այնպիսի մի ընտանիքում ծնվել, որտեղ իր հակումը, չէ, շատ ուժեղ դիմադրություն է, դիմադրության է հանդիպում։ Բայց միևնույն է, եթե մենք անցյալ կյանքում ճիգեր ենք գործադրել, ապա այս կյանքում այդ մարդը ինքը ամեն ինչի գնում է, որպեսզի գնա իր տաղանդի հետևից եւ իրականացնի իր տաղանդը։ Եվ Աստվածամերժության դարաշրջանը ինքը լի է այդպիսի պատմություններով։ Հասկանում եք, այսինքն մեզանից ամեն մեկն էլ միկրո չափսերով ունի իր նախասահմանումը։ Եվ այդ իր նախասահմանումը ինքը ասեց, առանց ոչ մի արտաքին հուշումների, չէ, կարող է գիտակցել, եթե ինքը խորանում է իր մեջ եւ ինքը իրեն այդ հարցը տալիս է։ Ես ինչու համար եմ ծնվել։ Ես ինչ եմ
ինչի համար եմ, ինչի վրա եմ ուզում ծախսել իմ կյանքը։ Տեսեք, աստվածամեժության դարաշրջանում, երբ որ չկա կրոնականություն իրական, չէ, մարդուն այսպես փոքր տարիքից չեն ուղղում դեպի այդ կողմ, որպեսզի ինքը կարողանա լսի իրան կամ իմանա, ճանաչի ինքը իրան, չէ, որպեսզի ինքը կարողանա հասկանա։ Եվ դրա համար մարդը ինքը ուղղակի այսպես իր ներսից ուղղված է դեպի դուրս եւ ցանկություններ է ձևավորում համապատասխան այն ազդեցության, որը ինքը կրում է դրսից։ Եվ կարող է հետագայում, ասենք, ունենալ դիսկոմֆորտի զգացում։ Հասկանում եք, եւ իհարկե մեր դարաշրջանում, երբ որ ասենք ինքը այսպես շատ խիստ բաներ, սահմանափակումներ ունեցող մատրիցա է, չէ՞։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ մարդը ինքը հետ մեծանում է, ինքը ինչ է նայում, ինքը նայում է, տեսնում է այս հասարակության մեջ, որի մեջ ես ապրում եմ, ինչն է բերում հաջողության, եւ փորձում է գնալ այդ ճանապարհով։ Եվ իրեն ընդհանրապես հետաքրքիր չի, թե ինչպիսին է իր նախասահմանումը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս ամենը սա իրանք շատ կարևոր թեմաներ են, որոնք իրենք ուրեմն մարդուն կարող են դարձնել երջանիկ, իսկ կարող են դժբախտացնել։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը խորասուզվեց իր մեջ, եւ այդ խորասուզվելու ընթացքում, չէ, ինքը հանդիպեց Գերագույն Աստծո անձնավորությանը։ Հիմա իհարկե մենք կարող ենք ասել, որ կարող եք պնդել այդպիսի բան, որ եթե մենք ծնվել ենք աստվածամեժության դարաշրջանում, դա արդեն իսկ նշանակում է, որ մենք ներքին այդպիսի մաքրություն չունենք, որպեսզի այդպիսի արագությամբ հանդիպենք Գերագույն Աստծո անձնավորությանը։ Ես միշտ ասել եմ, ասում եմ եւ ասելու եմ։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք, գիտեք ոնց էլի, հələ չենք խոսում հարգանքի մասին, որոնք նույնիսկ այդքան վախ չունեն, էլի Աստծո առաջ, հասկանում եք, որ իրենց ինչ-որ էժանագին փառքի 2-3 հատ լսող ստանալու համար, հասկանում եք, այնպիսի հայտարարություններ են անում, էլ իրանք Աստծուն են հանդիպել, էլ Աստված իրանց հետ ամեն օր խոսում է, էլ չգիտես ինչ։ Ես միշտ ասել եմ, որ ես չեմ հերքում, որ իրանք ինչ-որ մեկի ձայնը լսում են։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ում, բայց ես վստահ եմ, որ ոչ մեկի հետ Աստված չի խոսում, որտեղ Աստծո այն ազնվորությունները, որոնց հետ Աստված կարող է խոսալ, իրանք շատ կոնկրետ սիմպտոմներ ունեն, իսկ այդպիսի սիմպտոմներ այդ ազնվորությունները ցույց չեն տալիս։ Հիմա, սիրելիներս, չէ, ուրեմն այսա ինքը շատ կարևոր թեմա է, որի շուրջ մենք բոլորս պիտի մտածեինք Տեր Բրահմայի օրինակով շարժվելով, չէ, եւ մենք տեսանք, որ Բրահման ինքը հանդիպեց Գերագույն Աստծո անձնավորությանը։ Հիմա մենք կարող ենք Գերագույն Աստծո անձնավորությանը հանդիպել այսպես կոսվինը, ոնց է կոսվինը հայերեն, ուղղակի, բայց տեսեք, մեկ այնպիսի պարզ բառեր եմ կորցնում, հա։ Ուրեմն կարող ենք հանդիպել անուղղակիորեն։ Որն է այդ անուղղակին։ Այդ անուղղակին ինքը արդեն արտաքին աշխարհում է գտնվում, չէ՞։ Որն է այդ արտաքին աշխարհում։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը լիքը բազմազան գիտելիքներ է թողել, լիքը նշաններ է թողել, որոնց միջոցով մենք կարող ենք այդ հարցին պատասխան գտնել։ Եվ երբ որ մենք հերքում ենք այդ գիտությունները, իրականում իհարկե ես հասկանում եմ, էլի ես միշտ էլ ասում եմ, չէ, որ աստվածամեժության դարաշրջանում այդ խնդիրները իրենք այսպես էլի շատ բան են, շատ լիքն են բանով էլի դժվարություններով, հա,
Ինչ իմաստով, որովհետև ամեն տեղ սովորաբար մենք խոսում ենք միայն էզոտերիկայի եւ բանի դաշտերում, չէ, ուրեմն հոգևորի դաշտում, որ մենակ վրոդի բանել սրիկայությունները մենակ այդտեղ կան, բայց իրականում իրանք կան բոլոր դաշտերում, եւ գիտության մեջ, եւ քաղաքականության մեջ, եւ կրոնի մեջ, եւ էզոտերիկայի մեջ, ամեն տեղ կան, նու անկեղծ անձնավորություններին կարելի է մատերի վրա հաշվել եւ իհարկե ծով ուղղակի 80%-ը հենց երևի թե դա է հասկանում եք որ ասենք մարդիկ իրենք ոչ այդքան անկեղծ են կամ ոչ այդքան որակավորված են կամ այս կամ այն չէ հասկանում եք եւ ուրեմն այդ իմաստով իհարկե դժվար է գտնել մարդու ում կարելի է վստահել Ես բժշկության օրինակի վրա եմ ասում, որ ինչպես կարելի է վստահել այն բժշկությանը, որը գումար է վաստակում քո հիվանդության վրա։ Ոչ մեկ շահագրգռված չի քո առողջության մեջ։ Այսինքն կա ինչ-որ մի հատ ծայր, որը քեզ հիվանդացնում է եւ հետո բերվում միջև ծմա մցվում է հիվանդության բաները, չէ՞։ Եվ դրա համար ասենք մենք տեսնում ենք, որ չկան այդպիսի տեղեր, որոնք իրենք մարդուն բուժում են լուրջ հիվանդությունների մեջ, հասկանում եք, կան այդպիսի տեղեր, որոնք իրենք մարդու գոյությունը պահում են կախվածության մեջ իրենից, այսինքն, եթե քո ինչ-որ մի բանը փչացավ, օրգանիզմումդ քեզ տալիս են ինչ-որ մի հատ տեղ եւ անմիջապես դա են ասում, մինչեւ կյանքիդ վերջ պիտի այստեղը խմես, վերջ, հասկանում եք, եւ այստեղ ինչ-որ այդ բուժելու եւ այս նույն տրամաբանությունը ինքը կա բոլոր սֆերաներում հասկանում եք ոչ մեկ շահագրգռված չի որպեսզի եթե մենք օրինակ էզոտերիկայից ենք խոսում չէ մեծամասամբ ոչ մեկ շահագրգռված չի որ դու վերջնական ազատվես եթե դու մի անգամ այ ոնց որ բժշկության մեջ նույնն էլ այդտեղ որտեղ դու մի անգամ ընկար ինչ-որ մեկի ձեռքը դու այդտեղ հավերժության մեջ կախվածության մեջ ես մտնում ինչու որովհետև այդ գործողության միջոցով ազնվորությունը ինքը փող է վաստակում հասկանում եք օրինակ ես շատ զարմացա երբ որ իմ աշակերտուհիներից մեկը ինձ պատմեց որ իր քույրը Չինաստանից բերել էր այդպիսի նորություն այդպիսի տեղեկություն ինչքանով ճիշտ է չեմ կարող հավաստել բայց եթե այդպես է ես շատ ուրախացել էի ինքը ասում է պատմել է նրա մասին որ Չինաստանի բժիշկները իրենք աշխատավարձ են ստանում ոչ թե նրա համար թե ինչքան հիվանդ ունեն, այլ նրա համար, որ ինչքան հիվանդ չունեն, այսինքն ինչքանով են առողջ մարդիկ։ Հասկանում եք, հիմա տեսեք, այստեղ արդեն չես կարող խաբել, որտեղ եթե դու մարդուն հիվանդը գա եւ դու ասեք ձևաստես, որ ինքը հիվանդություն չունի եւ գրես քո մոտ ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, այդ կեղծիքը ինքը շատ արագ է դուրս գալիս, չէ՞, որտեղ մարդիկ իրանք կշարունակեն լինել հիվանդ, կբողոքեն եւ այլն, հասկանում եք։ Եվ այդ բժշկությանը կարելի է վստահել։ Այսինքն մարդիկ այնտեղ գնում են բժշկության ոչ թե նրա համար, որ բուժեն եղած հիվանդությունը, այլ որ չհիվանդանան։ Այսինքն բժշկությունը ինքը հիմնականում, ինչքան ես հասկացա, ուղղություն ունի պրոֆիլակտիկայի եւ մարդկանց այդ կրթության մեջ են պահում եւ գումար են վաստակում մարդու առողջությունը պահպանելու համար, այլ ոչ թե հիվանդացնելու եւ հետո հավերժ հիվանդության մեջ կախվածության մեջ պահելու։ Հասկանում եք։ Եվ այս բանը ինքը բոլոր սֆերաներում է։ Ես հասկանում եմ, որ այո, իրոք դժվար է, բայց ես նաեւ ասել եմ, որ եթե ազնվորությունը ինքը իր ներսից անկեղծ հոգի է, Գերագույն Աստծո ազնվորությունը անկեղծությունը երբեք կետովը չի տալիս։ Եվ եթե նույնիսկ ինքը անկեղծ մարդը սխալվի, ասենք ինչ-որ մեկին վստահի, չէ, այնպեսի ազնվորության, որ չպիտի վստահեր եւ այլն, Գերագույն Աստծո ազնվորությունը անպայման հոգ կտանի, չէ, որպեսզի այդպիսի ազնվորությունը ինքը շատ արագ ուրեմն դուրս գա այդ կախվածության մեջից եւ հաստատվի ճշմարտության մեջ։
Ինչու այսքանը խոսացի, որովհետև մենք քննարկում ենք հիմա, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արտաքինից լիքը ուրեմն գիտելիք է տալիս։ Եվ դա վերաբերվում է, ու ես միշտ ասում եմ աստրոլոգիային, աստղաբանություն, թե աստղագիտություն հայերեն, աստրոլոգիային, երբ որ դուք ունենում եք ձեր անձնական քարտեզը, աստղաբանության մեջ շատ կարևոր է, որպեսզի շատ ստույգ ֆիքսված լինի ձեր ծննդյան ժամը։ Եթե դուք ժամը չունեք, այո, ռատիֆիկացիաներ են անում, բայց այդ ռատիֆիկացիաները իրենք արդեն իսկ անալիզը դարձնում են ոչ ճշգրիտ։ Հիմա իսկ թե իմինը որտեղ է այդ ռատիֆիկացիան ինքը սխալ ցույց տալիս կամ ճիշտ ցույց տալիս, մինչև դուք դա պարզաբանեք, ձեր կյանքը կավարտվի։ Դրա համար, եթե դուք բան չեք արել, էլի, չունեք ձեր ստույգ ժամը, մեկ օրինակ ես շատ հաճախ զարմանում եմ, որովհետև կան մայրեր, որոնք իրենք նույնիսկ մոտավորապես չեն հիշում, թե իրանց երեխային երբ են ունեցել։ Հասկանում եմ, որովհետև կան շատ այսպես ծանր ծնունդներ, երբ որ մայրը կինը ինքը շատ ծանր իրավիճակում է լինում եւ որ ասում են не до времени, ուղղակի ունակ չի լինում ֆիքսել այդ ամեն ինչը։ Բայց եթե դուք ունեք ստույգ ժամը, որտեղ նշվում է, չէ՞, օրինակ եթե գիտությունը ինքը շահագրգռված է, որպեսզի մարդը ճշմարտությունը իմանա, ինքը անպայման իրականում, երբ որ երեխան ծնվում է, ժամը պիտի ֆիքսվի։ Եվ ծնողը ինքը պետք է իմանա րոպե առ րոպե, թե իր երեխան երբ է ծնվել։ Հիմա, սիրելիներ, չէ՞, եւ ուրեմն այդ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ գիտության միջոցով է շատ մեծ հուշումներ անում։ Կա այդպիսի գիտություն, ինչպիսին է թվագիտությունը, որը ինքը բավականին ճշգրիտ կարող է ուրեմն կենթանի անձնավորության ուրեմն խնդիրները հասկանալ եւ բացատրել իրեն, չէ՞։ Կա նաև հիռոմանտիան, ֆիզիոգնոմիստիկան, չէ, որտեղ մարդու, ասենք, ճակատագիրը կարելի է կարդալ դրա ձեռքերի մեջ գտնված գծերի միջոցով կամ ընդհանրապես նրա մարմինը դիտարկելով։ Սրա մասին մենք բազմիցս խոսել ենք, չէ, եւ դա արտաքին մեթոդներն են, որոնց միջոցով մենք կարող ենք իմանալ մեր բանը։ Իհարկե, եթե մենք հայտնվում ենք ոչ որակավորում ունեցող անձնավորությունների, հատկապես ես ես նախորոք զգուշացնում եմ, եթե դուք ընկնում եք այնպիսի անձնավորությունների ձեռքերը, որոնք իրենք ինչպես ինքնավստահ սկսում են խոսել ձեր անցյալ կյանքերից, ինչ-որ բան, այսպես մի քիչ ուշադրություն դարձրեք, էլի այդ ժամանակ այդ անձնավորության անկեղծության վրա, որովհետև անցյալ կյանքերի մասին խոսալը, դա եթե նույնիսկ անձնավորությունը ինքը փորձ կատարի դա անի թվագիտության կամ աստրոլոգիայի միջոցով, ինքը պետք է շատ ահավոր խորիմաստ մարդ լինի, որպեսզի կարողանա թույլ տա իրեն, եթե դուք տեսնում եք, որ մարդը ինքը շատ հեշտությամբ է թույլ տալիս իրեն ինչ-որ ինֆորմացիա տեղափոխել ձեզ անցյալ կյանքերից, պետք է հասկանաք, որ ոչ թե ինքը սուտ է խոսում, այլ ինքը մոլորության մեջ է գտնվում, որ գիտի, հասկանում եք, եւ սա շատ կարեւոր կետ է։ Հիմա, սիրելիներս, չէ, ուրեմն ասածս նա է, որ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը ունի նախասահմանում։ Եվ մեզ շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ այդպիսի խնդիր ունենք նաև մենք բոլորս։ Մեզանից ամեն մեկը ինքը ունի ինչ-որ մի հատ նախասահմանում։ Եվ այդ նախասահմանումը ինքը արտահայտվում է պարտականությունների միջոցով։ Այսինքն մեզանից ամեն մեկը պիտի նայի իր շուրջը, թե ինքը ինչ պարտականություններ ունի։ Իրան ինչ է վստահվում, ինչ դաշտ է իրան վստահվում, Եվ համապատասխան ինքը արդեն պետք է հասկանա, որ այս սա է իր նախասահմանումը։ Մեկ կան կյանքեր, որոնց նախասահմանումը ոչ թե ֆունկցիա վերցնելն է, այլ զարգանալը։ Այսինքն մարդը ինքը պիտի ինչ-որ մի սֆերայում, կապ չունի որ սֆերայում, ինչ-որ մի սֆերայում ինքը
իրան ոչ թե տրված է, որ ինքը այսպես ինչ-որ նշանակալից դեր կատարի, չէ, այլ իրան տրված է, որ ինքը զարգանա, այսինքն ինչու համար, որ կյանքերից ինչ-որ մեկում լինի նշանակալից այդ ուղղությամբ։ Իսկ որ ուղղությունն է իրան տրվում, այն ուղղությունը, որին ինքը անցյալ կյանքերում ուշադրություն է դարձրել, չէ, եւ ասենք եթե կենթանիակը ինքը կարող է օրինակ, չգիտեմ, ենթադրենք, անցյալ կյանքերում մի երկու կյանք հետաքրքրվի ֆիզիկայով։ Այս կյանքում ինքը պարտադիր մի անգամից հետաքրքրվելու է ֆիզիկայով եւ պարտադիր ցուցաբերելու է ֆիզիկայի մեջ ինչ-որ մի մակարդակի այսպես սպոնտան հասկացողություն։ Հասկանում եք, հեշտ հասկացողություն։ Եվ ինքը կարող է շարունակել զարգանալ, մինչև կդառնա ինչ, վարպետ։ Որովհետև միայն վարպետին, ով որ իր այդ ինչով որ ինքը հետաքրքրվում է, այդ դրա մեջ միայն վարպետության հասած անձնավորությանն է, որ ինչ-որ ֆունկցիա է վստահում։ Մնացած ամեն ինչը դա զարգացման գործընթացներն են։ Եվ այսա կենթանիակը ինքը պետք է կարողանա շատ ճշգրիտ պարզել։ Մենք ձեզ հետ Բհագավադ Գիտայի քննարկումներում դիտարկել ենք այդ տեքստը, չէ, որտեղ Տեր Շրիշտան ինքը մի շատ կարևոր եւ առաջի հայացքից բացարձակապես անհասկանալի գաղափար առաջ քաշեց։ Ո՞րն էր այդ գաղափարը։ Ինքը ասեց ավելի լավ է անկատար կատարել այն, ինչ քո սահմանումն է, քան կատարյալ կերպով կատարել ուրիշի գործը։ Հասկանում եք, ինչ փակեց ինքը, այս գաղափարով, ինքը ինչ փակեց։ Ինքը փակեց նահանձից գործելու իրավունքը։ Հասկանում եք, որ մարդը ինքը կենտրոնացած լինի, այսինքն որ կոպիտ ասած մնացածին հանգիստ թողնի, որովհետև կարող է ինչ-որ մեկը ավելի բարձր դիրքում հայտնվի, չէ, եւ օրինակ ավելի ցածրում հայտնված անձնավորությունը ինքը հասկանա, որ ես այդ գործը իրանից ավելի լավ կանեի։ Իսկ ինչ ասես Տեր Շրիշտան։ Ինքը ասեց ուրեմն չմտածես, որ ինձանից ավելի խելացի ես։ Եթե ես ինչ-որ մեկին դրել եմ ինչ-որ միտեղ, եթե նույնիսկ քեզ թվում է, որ ինքը որակավորում չունի, այո, կարող է հենց այդպես էլ լինի, որ այս պահին ինքը որակավորում չունի, բայց իր հոգու համար կարևոր է, որ ինքը այդ գործը անի որակավորում ձեռք բերելու համար։ Այսինքն ինքը այդտեղ հայտնվել է, որ սովորի։ Դու նայի տես, թե քեզ ես որտեղ եմ դրել։ Հա? Եվ եթե դու չես գտնվում այդ վերևում, բայց քեզ թվում է, որ դու իրանից ավելի լավ կանեիր այդ գործը, հա? Նայի թե դու որտեղ ես։ Եվ հասկացի, որ ես քեզ այդտեղ եմ նստածվել, հա? Որպեսի դու էլ ինչ-որ մի հատ խնդիր լուծես։ Հիմա այսպես, միգուցե գոռոզության խնդիրը, հա, որովհետև, ասենք, որպեսի հասարակությունը կենթանիակի տաղանդից իրոք օգուտ ստանա, ազնվորությունը ինքը պետք է լինի տաղանդավոր, բայց ոչ գոռոզ, ոչ էլ փառասեր։ Հասկանում եք, որովհետև գոռոզության եւ փառասիրության հիմքի վրա ցանկացած անձնավորություն ինքը գործում է միայն իր համար։ Եվ ինքը իր դիրքը, իր պաշտոնը, իր ամեն ինչը օգտագործում է միայն սեփական անձը առաջ տանելու համար։ Այլ ոչ թե ինչ-որ մեկի օգուտի մասին է խոսում։ Չէ, եւ օրինակ տեսեք աստվածամեժության դարաշրջանում մենք այդպիսի անձնավորություններ ենք տեսնում ամենուրեք, որոնք իրենք նախորոք ճոռոմ խոսքեր են ասում, խոստումներ են տալիս, որ իրանք մեր համար են ապրելու, որ իրանք մեր համար եսի միջեր են անելու, էս են անելու, են անելու։ Դուք մի հատ այդպիսի անձնավորություն կարող եք հիշել,
որը ինչ-որ մի դիրքի հասնելուց հետո առաջին հերթին իր սեփական հարստությանը հասնելու խնդիրով չի զբաղվել։ Կարող եք հիշել այդպիսի ազնվորություն։ Չեք կարող, չէ՞։ Ոչ մի սֆերայում։ Հասկանում եք։ Եվ այդ դա է էլի, որ ինքը այդ դաշտը դարձնում է մրցակցություն, թշնամանք, ատելություն, չգիտեմ ինչ, իրար սպանել, իրար մորթել, այդ ամեն ինչը ովքեր են անում, ովքեր որ դիրք են ուզում, դիրքը ինչի համար են ուզում, որ լավ ապրեն, հա, այսինքն իսմա չեմ կարոզում, որ բոլորը պիտի վատ ապրեն, ամեն մեկը պիտի ունենա իրեն համապատասխան բարեկեցություն, հա, Հիմա տեսեք սերիներ, չէ՞, ուրեմն այ գերագույն ազնվորությունը ինքը այդպես փակեց, չէ՞, այդ խոսքերով, որ դու նայի ու հասկացի, որ ասենք, ինչ որ դիրքեր կան, չէ՞, դու այդտեղ հիմա շատ չխորանանք, որ մտnem կներեք, դուրս չեք գա։ Գլխավոր գաղափարը ես հնչեցրեցի։ Եվ ուրեմն այդ Տեր Բրահմայի ամբողջ այդ գործողությունները իրանք դա էին։ Հիմա Իսկ անձամբ Տեր Բրահման, չէ, ինքը այնպիսի որակավորում ուներ, դե պարզ է, չէ, որ ունիկալ կալիբրի անձնավորություն է, չէ, դա այդ անձնավորությունը, եթե Գերագույն Աստծո անձնավորությունը իրեն վստահում է երկրորդական արարչագործությունը, հա, այսինքն դա ինչ ներքին աշխարհի, ինչ իմաստության, ինչ կալիբրի մասին է խոսքը, չէ, այսինքն իր բանականությունը ինքը կարող է, տիեզերքի մասշտաբով ճիշտ գործել։ Եվ հիմա երբ որ Տեր Բրահման ինքը հասկացավ, թե ինքը ինչ պիտի անի, չէ, ինքը ինչ էր ասում, ասում էր, ես ուզում եմ։ Հիմա ես ուզում եմ, որ արարեմ, չէ։ Եվ մենք տեսանք, որ այո, ինքը ինչ որ հիմա կարևոր չի, խնդիր այն դա է, որ ինքը ինչ որ մի կերպ հասկացավ, թե որն է իր նախասահմանումը, այսինքն ինչ է իրանից պահանջվում։ Ինչ որ մեկից պահանջվում է, հասկանում եք, որ ինքը, օրինակ, այնտեղ որտեղ ինքը ապրում է, գեղեցիկ այգիներ սարքի, եւ ինքը լինի այգեպան։ Ինչ որ մեկից պահանջվում է, որ ինքը, չգիտեմ, գրագետ ֆիզիկոս լինի, հա, եւ ապահովի պետության, չգիտեմ, պաշտպանությունը, կոմֆորտը, էսի չէ, ինչը, չէ։ Ինչ որ մեկին տրվում է, որ ինքը հոգեվորի մեջ մեծ գիտակ լինի։ Եվ ինքը կարողանում է ապահովել, ասենք, հասարակության ճիշտ հոգևոր զարգացումը։ Ինչ որ մեկին տրվում է, որ ինքը լինի, չգիտեմ, ղեկավար, չէ՞։ Եվ դա նշանակում է, որ իրենից սպասվում է, որ ինքը պետք է պաշտպանի, պետք է ապահովի եւ պետք է զարգացնի հասարակությունը, ապահովելով հասարակության մեջ արդարությունը։ Հասկանում եք, այդպես ամեն մեկը, որտեղ որ ինքը ծնվել է, չէ, եթե ինքը օրինակ իսկ այդ նույն խավերի մեջ մենք թվարկել ենք, չէ, 4 տիպի խավեր՝ սովորական քաղաքացի, առևտրական արդյունաբերողներ, գյուղատնտեսական եւ գյուղացիներ, ուրեմն բաները, զինվորները եւ իշխանավորները եւ ինտելեկտուալ խավը։ Չէ, այդտեղ մտնում են, մեր ժամանակներում մտնում են առանձին գիտնականները, առանձին հոգևորականները։ Իրանք երկուսն էլ ինտելեկտուալ խավից են։ Հասկանում եք, չէ՞, եթե ռեալ կրոնի մեջ են, էլի։ Եվ տեսեք հիմա, չէ, սիրելիներս, բայց այդ ամեն մի խավի մեջ էլ, չէ, կա այդ խավի սկիզբը եւ կա վարպետը, կա սովորական վաճառողը եւ կա օլիգարխը։ Բայց իրանք երկուսն էլ նույն դասի անձնավորություններ են, նույն կաստայի։ Հասկանում եք։ Եվ եթե անձնավորությունը ինքը այդ կաստայի մեջ ծնվել է ներքևում, դա նշանակում է, որ իրեն տրված է այդ ոլորտում կամաց զարգանալ։ Հասկանում եք։ Այսինքն ամեն մարդ ինքը պիտի կարողանա հասկանա, ինքը որտեղ է ծնված, ինչ դարաշրջանում, որտեղ, ինչ խնդիրների մեջ, ինչ ընտանիքում, ինչ հասարակության մեջ, ինչ պետության մեջ, եւ հասկանա, թե աստայնը ինչ է իրեն տրված։ Հա? Եվ ամենակարևորը ամեն մեկի համար այդ նախասահմանմանը հետևելն է։ Ու չնայելով ուրիշներին։ Դրա համար ես միշտ ասում եմ, ընդհանրապես կարևոր չի, թե ճշմարտության հետ ինչ են անում ուրիշները։
ամեն ազնվորության համար պիտի կարևոր լինի, թե ճշմարտության հետ ինչ է անում ինքը անձամբ։ Всё։ Եվ որ ասում են դու քո խիղճը քո Աստված։ Հասկանում եք։ Եվ հիմա ուրեմն Տեր Բրահման ինքը վերջում հաստատվեց, մենք տեսանք, որ ինքը չէր ձևացնում, որ ինքը, ասենք, չգիտի իր նախասահմանումը, ինքը ցույց էր տալիս, որ ինքը հասկացավ իր նախասահմանումը, չէ՞։ Եվ ոչ էլ ձևացնում էր, որ այդ նախասահմանումը իր դուրը չի գալիս։ Այսինքն ինքը չէր գտնվում կեղծ խոնարհության մեջ, բայց եւ չէր ուզում հայտնվել կեղծ հպարտության մեջ։ Եվ դրա համար ինքը Աստծուց այդ մի բանը խնդրեց, չէ՞, նախապես։ Ինքը ասեց, ես հիմա հասկանում եմ, որն էր իր գլխավոր միտքը։ Ես հիմա հասկանում եմ, որ դու մի այնպիսի ահռելի բան ես ինձ վստահել, չէ՞, որ ես հիմա հենց որ սկսեցի գործել, 2 րոպե հետո ես կարող եմ գլուխս կորցնեմ ու իմ մասին ես իմ ինչեր երևակայեմ։ Ու ինքը ինչ ասեց, եթե ինքը այդպիսինը դառնար, ինքը, այսինքն ինչով այդ գոռոզությունը վտանգավոր։ Գոռոզությունը ինքը վտանգավոր է նրանով, որ գոռոզ մարդը այլևս ոչ մեկի չի լսում։ Իր գործողությունները այլևս ոչ մի հեղինակության կողմից չի ղեկավարվում, որովհետև գոռոզ մարդը հենց իրան էլ համարում է հեղինակություն։ Հասկանում եք, որն է գերագույն Աստծո ազնվորության գաղափարը։ Իր գաղափարը կայանում է նրանում, որ միշտ բոլոր էտապներում ամեն մարդ, ամեն կենդանի էակ ունի իրանից ավելի բարձրը, որը կարող է իրան միշտ ցուցումներ տալ, ասենք ինքը ճիշտ է անում, թե սխալ։ Հասկանում եք։ Եվ այդ դա միշտ նշանակում է, որ հաշվի է առնվում ուրիշի իմաստությունը։ Եվ հիմա Տեր Բրահման, կոնկրետ դեպքում, այստեղ խոսքը գնում է կրոնական դաշտի մասին, հոգևոր ազնվորության մասին, Աստծո մասին, չէ՞։ Պարզի, որ ինքը ամենաբարձր հեղինակությունն է։ Եվ հիմա, եւ դրա համար, ասենք, ցանկացած հոգևոր մարդ ինքը ինչպիսի բանել, ասենք, ինչպիսի նախասահմանում էլ ունենա, ինչպիսի ահռելի գործեր են իրան վստահված լինեն, չէ՞, ինքը միշտ պետք է տեսնեք, որ ինքը միշտ մշտական շփվում է, եթե ասենք անմիջապես կապ չունի դեռ Աստծո հետ, ինքը մշտապես շփվում է սուրբ գրվածքների հետ։ Ինչու համար, որովհետև սուրբ գրվածքում տրված է Աստծո կարծիքը։ Եթե դա իրոք գերագույն Աստծո ազնվորության կողմից տրված սուրբ գրվածք է, այնտեղ տրված է իր կարծիքը, տրված է մանրամասնորեն, առանց ոչ մի երևակայության համար տեղ թողնելու։ Հասկանում եք, երբ որ ազնվորությունը ինքը մշտապես այդ գիտելիքի հետ շփվում է, դա միշտ նշանակում է, որ ինքը իր մեջ այդ հարցով հետաքրքրված է, որ ինքը չսխալվի, երկու բան է փորձում լուծել, որ իր գործողությունների մեջ պատասխանատվության զգացումից ինքը չսխալվի, եւ երկրորդը դա նա է, որ հանկարծ չհպարտանա։ Եվ Տեր Բրահման ինքը հենց դա խնդրեց Աստծուց, ասեց երբ որ ես հասկանում եմ, թե ես ինչ մասշտաբի գործեր եմ անելու, ես հասկանում եմ, որ այստեղ գոռոզ դառնալը այն մի վայրկյան է։ Հասկանում եք։ Տեսեք, եւ այն ազնվորությունները, որոնք իրենք այդ համեստության մեջ են գտնվում, իրանք մեծ գործեր են անում, բայց երբեք դրա մասին չեն բանանում, էլի, не провозглашают, չեն, ну, в общем, բարձը չեն խոսում, լավ է, հասարակ ասեմ, էլի, գեղեցիկ բառը չգտա հիմա։ Հասկանում եք, եւ հակառակը, դուք կարող եք տեսնել, որ ճոռոմ խոսում են այն մարդիկ, որոնք եթե դուք մի հատ ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ իրենց գովաբանելուց բացի ուրիշ ոչինչով զբաղված չեն։ Հասկանում եք։ Եվ մարդը ինքը իր մասին կարող է կանգնել այսպես հանգիստ ասել, ես փրկիչ եմ,
Մյուսը կարող է ասել ես չգիտեմ ինչ եմ, այդ հասկացաք, այ որ մարդը ինքը այդպիսի գոռոզ բառեր է արտասանում։ Դա, ես փափուկ կասեմ, միշտ էլ այդքան լավ բաների մասին չի խոսում։ Հա։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը ուղղակի այսպես Աստծուց աղաչում էր այդ պաշտպանությունը։ Հա։ Եվ հենց դրանով, հենց իր այդ աղոթքով ինքը ապացուցում էր, որ Գերագույն Աստծո անձնավորությունը չի սխալվել։ Հասկանում եք, իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ոչ մի գոռոզ անձնավորության հենց անմիջապես իր կողմից ոչ մի գործ չի վստահի։ Ինքը գիտի, թե ինչ վտանգավոր անձնավորություններ են գոռոզները կամ փառասերները։ Եվ փառասերները եւ գոռոզները իրենցից բացի, հասկանում եք, իրենցից բացի ուրիշ սրբություն չունեն։ Իրանք մնացած բոլոր սրբությունները օգտագործում են, որ իրենց սուրբ եսը գովաբանեն։ Եվ այդպիսի անձնավորությանը Գերագույն Աստծո անձնավորությունը ոչինչ չի կարող վստահել։ Այդ մարդը ինքը իր համար հորինում է, որ ինքը ինչ-որ եսի մինչով է զբաղված, հասկանում եք, եւ այլն, եւ այլն։ Հիմա, սիրելիներս, ուրեմն մենք տեսանք, այստեղից դաս պիտի քաղեինք, չէ, որ եթե հանկարծ մենք օրինակ հասկանում ենք, որ ինչ-որ մի պատասխանատվություն կրող անձնավորություն եք ծնվել, մենք պետք է այդ անմիջական օրինակ վերցնենք Բրահմայից, եթե մենք հոգևոր մարդիկ ենք ուզում լինել, որ երբեք միշտ զգոն լինենք, որ այդ հպարտության, գոռոզության, փառասիրության հետևից գնացող չլինենք։ Հասկանում եք։ Աստվածամեժության դարաշրջանում Գերագույն Աստծո անձնավորությունը, որպեսզի ինքը ցույց տա, որ ինքը համեստերին է վստահում։ Ինքը շատ հաճախ կարող է իր ամենավստահված կենդանիակին շատ դաժան վարվի իր հետ, կամ խայտարակի իրան, կամ թույլ տա, որ իրան տառապանք պատճառեն, հա, որտեղ տեսեք, երբ որ մարդը ինքը գոռոզության հիմքի վրա է գործում, երբ որ մարդը ինքը փառասիրության հիմքի վրա է գործում, չէ, այն կոպիտ ասած հենց պոչը տրորես, ինքը միանգամից ուրիշ բան է դառնում։ Այսինքն ոչ թե դառնում, այլ երևում է իր իրական էությունը։ Հա, մաքուր նվիրալները մենք հիմա վաղ չեմ այսօր աշխարհով մեկ տոնելու ենք Հիսուսի զատիկը, չէ, եւ եթե մենք այսպես էլ օրինակ այսպես բառացի վերցնենք, չէ, տեսեք, կարելի է ասել, որ այն թե ինչպես է թույլ տվել Աստված, որ մարդիկ վարվեն իր որդու Հիսուսի հետ, որտեղ իրականում մենք բոլորս իր որդիներն ենք, հենց Հիսուսի հայտարարությամբ, կարելի է ասել, որ սա ինչ դաժան անձնավորություն է Աստված, չի ինքը թույլ տվեց էլի, որ իր, ասենք, իր ուղարկած անձնավորությունը ինքը այդպիսի տառապանքների մեջով անցնի։ Հա, բայց ինչ է ցույց տալիս։ Նա տեսեք իր առաքյալներին, իր աշակերտներին Հիսուսը իրան դավաճանելու պահին ասեց 3 ժամ չի անցնի, 3 անգամ էսի չկանի, էսի չսենց կլնի, դու այս կանես, դու կպաղնես, դու կդավաճանես, դու կուրանաս, դու այսպես կանես, դու այնպես կանես։ Չէ՞։ Այդ դա ինչի մասն էր խոսում, որ հասունություն չկա դեռ։ Մեղադրանք չի, որովհետև իրականում այն դաժանությունները, որը կիրառվել են, այո, ոչ մի մարդ, որը ինքը դեռ պայմանավորված վիճակ ունի, իր համար դա չի կարող հաճելի լինել, եւ նույնիսկ եթե ինքը ազատագրված հոգի է, դա չի կարող իր համար հաճելի լինել։ Մենք չենք կարող ասել, որ Հիսուսի համար այն ամեն ինչ, որ իր հետ արվել է, դա հաճելի էր, դա սուտ է։ Դա մենակ ֆանատիկները կարող են այդպիսի բաներ խոսալ, էլի, որոնք ինչ-որ չափազանցված բաների մեջ են, հա, հասկանում եք։ Բայց ինչ ցույց տվեց Հիսուսը, որ ինչ տառապանքի մեջով էլ իրան անցկացրեցին,
ինքը մնաց հավատարիմ։ Ինքը միևնույն է ասեց Աստվածին հայրին։ Հասկանում եք, որովհետև տեսեք, որ նյութական աշխարհում չէ, պայմանավորված հոգիները, երբ որ իրանք էգոիզմ ունեն, եթե հանկարծ ծնողը, չենք ասում ինչ-որ շատ լուրջ բան արած լինի, եթե հանկարծ ծնողը ինչ-որ մի հատ թեթևակի սխալ է ունենում, չէ, երեխան կարող է անմիջապես ծնողին ուրանա։ Ինքը կարող է ասել, դու ի՞նչ ծնող ես ինձ համար եղել, որ օրինակ բարձրագույն կրթություն չես տվել։ Ու կարող է դա ասել մի ծնողին, որի մասին իր ծնողները ընդհանրապես հոգ չեն տարել եւ ինքը մնացել է, չգիտեմ, հավաքարար։ Կներեք, չեմ ասեմ ասում էլ իրականում ես բարձր եմ գնահատում այդ աշխատանքը։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն անմիջապես կապը կտրվում է, անմիջապես այդ մուննաթի բանն է, չէ՞, առաջանում։ Հասկանում եք։ Իսկ Հիսուսի մոտ դա չառաջացավ։ Եվ շատ ու շատ սուրբ հոգևորականներ կան, որ չի առաջացել։ Իրանք մնացել են հավատարիմ։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարող էր խայտառակել, կարող էր այսպես անել եւ չհասկացող մարդիկ իրանք հենց այդ հարցն են տալի, բա ինչի տենց եղավ, Աստված ուր էր, Աստված ինչի տողեց։ Բայց Աստված հենց դա է ցույց տալիս, որ անձնավորությունը անցկացրեցին այսպիսի սիտուացիայի մեջով, իսկ ինքը մնաց ինձ հավատարիմ։ Հասկանում եք։ Եվ ոչ թե Աստված փորձություն է անցկացնում, ոչ մի փորձություն չկա, ինքը կակրաս այդ հոգիների հանդեպ ինքը վստահ է։ Դրա համար էլ հանգիստ այդ ամեն ինչը անում է, որ Աստվածամերժերը հասկանան ում հետ գործ ունեն։ Որտեղ դա է կետը, որտեղ պարզվում է, ով է փառքի կապված, ով ոչ։ Եվ երբ որ անձնավորությանը զրկում են փառքից, զրկում են իշխանությունից, զրկում են պաշտոններից, если զրկում են ինչ-որ բանից, ինքը շարունակում է մնալ Աստծուն հավատարիմ կամ իր գործին, այսպես ասենք, իր գործին հավատարիմ, ինքը անկեղծ անձնավորություն է, որակավորում ունեցող։ Հասկանում եք, այսինքն այդ գոռոզությունը ինքը շատ կարևոր թեմա էր եւ այո, մեզանից ամեն մեկը, եթե ինքը ինչ-որ մի պատասխանատվություն է կրում, ինքը պիտի այդ թեմաների մեջ շատ հստակ մտածելակերպ ունենա եւ վերաբերմունք, չէ՞։ Ուրեմն մենք տեսանք, որ բանը Տեր Բրահման ինքը դիմեց այդ խնդրանքով եւ արդեն դիմեց եւ դրանով փաստացի դիմեց համեր այդ խնդրանքով, որտեղ թույլ տուր, որ արդեն սկսեմ իմ բանը, իմ նախասահմանումը կատարել, հա, որտեղ ես տեսա քեզ, ես հասկացա ես ով եմ, հասկացա ես ինչ եմ եւ հասկանում եմ թե ինչ պիտի անեմ, սիրում եմ այն ինչ պիտի անեմ, հասկանում եմ վտանգները, խնդրում եմ, որ ինձ այդ վտանգներից պաշտպանես եւ թույլ տաս, որ ես սկսեմ գործել։ Եվ ուրեմն 27-28 տեքստերը իրանք շատ լավն էին, որտեղ Մայտրեյան ինքը ասեց, որ Տերը հասկացավ, որ Բրահման չի համբերում, հա, ինքը արդեն չի համբերում, որ սկսի առաջագործությունը, եւ որ ջրի տակ սուզված տիեզերքի տեսարանը նրան ուրեմն տխրեցնում է, չէ՞։ Այսինքն ինչի մասին է խոսքը, որ նյութական բանականությունը, հա, այսինքն ինքը հասկացավ, այդ Տեր Բրահման որպես երկրորդական արարիչ, ինքը հասկացավ, ինչի համար է արարվում նյութական աշխարհը, հա, եւ ինքը արդեն շտապում էր, իսկ ինչի համար է արարվում նյութական աշխարհը։ Նյութական աշխարհը ինքը շատ հետաքրքիր կառուցվածք ունի այդ տեսանկյունից, չէ՞։ Նյութական աշխարհ եկող կենդանեակները իրանք մտածում են, որ եկել են այս աշխարհ, որպեսզի արժևորեն իրենց կորությունը։ Իսկ գերագույն Աստծո ազնվորությունը նյութական աշխարհը արարել է, որպեսզի կենդանեակները շտկեն իրենց սխալ գաղափարը։ Հա, հիմա ո՞րն էր հասկանում Տեր Բրահման։ Ինքը իհարկե պարզ տեսնում էր առաջի պատճառը, բայց եւ պարզ հասկանում էր գերագույն Աստծո ազնվորության մտադրությունը։
Եվ ինքը հասկանում էր, որ ասեց, այդե давайте լավ արագ-արագ այս ամեն ինչը խոդի գցենք, հա, կոպիտ ասած, որպեսզի այդ նպատակը ինքը սկսի գործել։ Հասկանում եք։ Եվ ուրեմն Գերագույն Աստվածնավարությունն էլ ինքը ֆիքսեց, որ սա ինքը հոգեբանորեն շատ կարևոր կետ է։ Հասկանում եք, որ կենթանիակը ինքը չի համբերում անել այն, ինչ որ ինքը կարող է անել։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստվածնավարությունը Մայտրեյան ինքը այստեղ շատ հետաքրքիր բառ օգտագործեց։ Տերը հասկացավ, որ Բրահման չէր համբերում, հա, անցնել արարչագործությանը, հա, եւ հասկանալով դրա ցանկությունը խորը իմաստով լի խոսքեր ասաց։ Ուրեմն ինչ ասաց։ Ես դες միշտ ասել եմ, որ հենց որ հնչում է այս հայտարարությունը, Գերագույն Աստծո Աստավորությունը ասաց, ես միջև հիմա այսպես բան եմ լինում, որովհետև սա ամենահրաշալի, ամենամիստիկական արտահայտությունն է, որը այս աշխարհում հնչում է։ Եվ մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք բոլոր սուրբ գրվածքներում վստահորեն օգտագործում են այս արտահայտությունը, Գերագույն Աստծո Աստավորությունը ասաց։ Ես չգիտեմ, թե ձեր համար դա ինչ տպավորություն է թողնում, բայց անձամբ ինձ համար այ արդեն համարյա 45 տարի է անցել, որ ես այս գիտության հետ գործ ունեմ։ Եվ իմ մոտ այդ թրթիրը չի պակասել, եթե չի ավելացել։ Եվ որ ես լսում եմ այս բառակապակցությունը, որ ինքը Աստված է հիմա խոսում։ Եվ իհարկե սկզբում, երբ որ ես այս արտահայտությունները լսում էի, ես անպայման ուշադրություն էի դարձնում, թե այն ինչ որ դրանից հետո գրվեց Սազականներ Աստծուն, թե ինչ որ սենտիմենտալ կամ շովինիզմով լի բառեր էին, հա, եւ ամեն անգամ համոզվում էի, որ Գերագույն Աստծո Աստավորության խոսքերը միշտ շատ բարձր մակարդակի խոսքեր են։ Եվ այստեղ ինքը ինչ ասեց, ինքը ասեց «Ո Բրահմա, դու վեդայական իմաստության շտեմարանն ես»։ Վեդայական իմաստությունը դա արիացիների սուրբ գրվածքներն են, հա։ Ուրեմն դու վեդայական իմաստության շտեմարանն ես եւ պատճառ չունես հուսահատվելու կամ անհանգստանալու, թե ինչպես դու ստեղծես տիեզերքը, այսինքն Բրահման ինքը հասկացել է, թե որն է իր նախասահմանումը, բայց ինչ որ կասկածներ ունի, թե ինչպես պիտի դա անի, որտեղ դեռ այդ process-ը իր մեջ, ոնց ասեմ, իր այդ տաղանդը դեռ իր մեջ չի միացել։ Այգը գիտի արդեն, որ ինքը կարող է դա անի, բայց դեռ չի միացել, հա, եւ դրա համար ինքը անհանգիստ է։ Եվ Գերագույն Աստվածնավարությունը ասեց, այդ որ դու հասկացար, որ դու պիտի այսա անես, այն ինչ որ ես վերջի անգամ խոսում էի, չէ՞, Իզուր տեղն ես ինձ խնդրում դրա մասին, որտեղ ես արդեն օժտել եմ քեզ այն ամենով, ինչ որ դու խնդրել ես ինձանից, հա։ Եվ տեսեք, այս ինչ որ դու խնդրել ես ինձանից, դա նշանակում է, որ Տեր Բրահման իրականում ինքը ուզեցել է լինել երկրորդական արարիչ, հա, այսինքն ինքը եղել է արիական քաղաքակրթության մեջ կամ հոգևոր աշխարհում, կապ չունի, կամ այնտեղից եկել, կամ այստեղից զարգացել, չէ, կապ չունի սա։ Եվ երկու դեպքում էլ ինքը իմացել է, որ կա երկրորդական արարչի տեղը, որը կատարում է Գերագույն Աստծո Աստավորության նպատակները, եւ ինքը ուզեցել է Աստծուն այդպիսի ծառայություն մատուցել։ Եվ նախապես ստացել է Աստծուց այդ ուրեմն համաձայնությունը, դրա համար է ծնվել Տեր Բրահմայի մարմնի մեջ։ Հասկանում եք, այդ ծնունդը ինքը ահավոր կարևոր բան է, չէ՞, օրինակ ես միշտ ասենք բերում եմ իմ անձնական օրինակը, չգիտեմ ինչքանով է ձեզ այդ օրինակները օգնում, չէ՞,
Բայց ես շատ երկար տարիներ իմ կյանքի ընթացքում, քանի դեռ չէի հանդիպել բակտի յոգային կամ այս գիտությանը դարապես, ես շատ երկար տարիներ ընդհանրապես չէի կարողանում հասկանալ, ինչու եմ ես ծնվել կանացի մարմնում ու ինչ պիտի вообще այս մարմնի հետ անեմ։ Երբ որ ես մտա հոգևոր դաշտ, այնտեղ էլ դեռ մի քանի տարի այդ խնդիրը իմ համար սուր էր դրված, հա, բայց երբ որ ես հասկացա, թե ընդհանրապես ինչի համար է ինձ այս մարմինը տրված, երևի օրական մի 500 անգամ Աստծո շնորհակալություն եմ հայտնում այս փորձի համար։ Որովհետև այն խնդիրները, որը լուծվեց հոգևոր հասունության, խորության իմաստով, այն կանացի մարմնի փորձի մեջ անցնելով, իմինը կրոնական կանացի, հա, եթե ես մի 50 կյանք էլ տղամարդ ծնվեի, այն ինչ որ ես իրականացրել եմ կանացի մարմնում, այդպես էլ չէի իրականացնի։ Ահա որ հետաքրքիր փորձ էր այս փորձը։ Եվ տեսեք ասենք, չէ, հիմա եւ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը միշտ նախորդ գիտի, ինքը ինչի համար է։ Չէ, հիմա Տեր Բրահման ինքը խնդրել է, ինքը ուզեցել է դա։ Հիմա, բայց ուզելը քիչ է։ Ինքը պիտի համապատասխան որակավորում ունենար, որպեսզի հնարավոր լիներ ուրեմն իրան դնել այդ տեղը, չէ՞։ Եվ սա անմիջապես նշանակում է, որ ինքը այդ որակավորումը ուներ։ Դրա համար էլ գերագույն Աստծո ազնվորությունը նրան տվել էր այդ ծնունդը, եւ այն միայն դա, որ ինքը ծնվել էր այդպիսինը, չէ՞, արդեն նշանակում էր, որ ինքը կարող է դա անի։ Հա? Եվ այն բրահման, հիմա գերագույն Աստծո ազնվորությունը հենց դա է ասում, որ դու այդքան խելացի բաներ ասեցիր, չկարողացար հասկանալ, սա, որ եթե դու ծնվել ես այս մարմնի մեջ, դու արդեն օժտված ես այդ ուժով։ Հա, այն մնացածը ընդունում ենք, բայց այդ մի կետը, չէ, դու խնդրել ես ինձ մի բանի մասին, որը ես արդեն նախապես քեզ տվել եմ։ Սա էր Աստծո առաջին տեքստը, եւ հաջորդ տեքստը մենք արդեն կդիտարկենք ահա։ Ստեսություն ձեզ սիրելի դերս այսօր այսքանը։